Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս էր բոլորին։ Հույսով ամեն գտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ձանր երկաթը ճուրին վրա չի ձպար, այլ գնգղմի գխորասուզվի։ Չորրորդ թագավորաց գրքի 6-րդ գլխու առաջին 7 համարներու մեջ զարմանալի թեփք մը կպատմվի մեզի։ Եղիսե մարգարեի օրերուն էր, երբ մարգարեներու որդիներուն թիվը շատցավ։ Այն վայրի մեջ ուր կմնային, փոքր եկավ այդ վայրը։ Ուստի բոլորն ալ խնդրեցին Եղիսե մարգարեին, որ հորթանանի քեդին գոմը երթային, քերաններ գդրեին եւ իրենց համար ավելի ընդարձակ վայրի մեջ բնակարաններ սարքեին։ Եվ Եղիսե մարգարեն անոնց ասավ. անպայման կացեք։ Բայց մարգարեները խնդրեցին Եղիսեին, որ ինքալ իրենց հետ երթա։ Եվ Եղիսե մարգարեն ալ անոնց հետ գնաց։ Ամեն մարդ իր ունեցած գացինով սկսավ քերաներ գդրել։ Անոնց մեկը ճուներ անձնական գացին ուստի փող արավ ուրիշը վերցուց դաբարը երկսայրի երկու գոմեն գացին է։ Եվ քերանը գդրած ժամանակ հանգարց այդ դաբարը գացինը իր գոթեն բաժնվեցավ, դուրս ելավ եւ հորթանան քեդին մեջ ինգավ։ Մարդը սարեցավ։ Ինչ պիտեներ հիմա։ Իրեն չեր պատկաներ այդ գացինը։ Փող արած էր։ Ուստի դրդում դխուր վիճակով թիմեց Եղիսե մարգարեին եւ ասավ. «Ո դերիմ, գացինը փող արած էի, ինձի չեր պատկաներ, եւ ահա ճուրերու մեջ ինգավ»։ Եղիսե մարգարեն չմեղատրեց մարդը, ոչ ալ ոյեբեք ժխտական խոսք ասավ, ոչ անոր ասավ ինչու անուշադիր եղար, ինչու այդպես սրիր, ինչու այդպես սրիր, ոչ, այլ անոր հարցուց ուր ինգավ եւ մարդը մոդավոր դեղը ցուցուց։ Եղիսե մարգարեն դախտակ մարավ, նետեց ճուրին մեջ եւ հանգարց ով հրաշք գացինը ճուրին դագեն գամած վեր բարձրացավ եւ սկսավ ճուրին վրա ձփալ։ Եվ Եղիսե մարգարեն հանդարտորեն առանց տակնու վրա եղած ըլալու դարձավ եւ մարդուն ասավ. «Քնա վերցուր դաբարդ»։ Սիրելի քույրեր, եղբայրներ, երկաթը ճուրին վրա չի ձփար, այլ գխորասուզվի, գնգղմի, բայց երբ Աստված միջամտե, այնադեն բնության օրենքներն անգամ գթաթրին եւ գենթարգվին Աստուծո հրամանին։ Հիշեցեք, երբ Հիսուսի առաքյալները Գալիլեայի լիճին վրա էին եւ հսկա փոթորիկ բարձրացավ ու ալիքները սկսան հարվածել նավին, որու մեջ իրենք կգտնվեին, այնպես որ աշակերտներ կարծեցին, որ նավը պիտի խորտակվի ու իրենք պիտի մեռնին, հանգարց Դերը արչև եկավ։ Դերը կործեց եւ բնության օրենքները ենթարկվեցան Տիրոջ հրամանին ու թատրեցավ փոթորիկը, խաղաղեցավ ալիքը, ճուրը եւ ամեն ինչ Տիրոջ կամքին համաձայն եղավ։ Այսօր սիրելի եղբայրներ եւ քույրեր, որքանալ խորուն կլան ծեր կյանքի նեղությունները, որքանալ սիրելներ անկարելի բաներ թվին մեզի,
զանազան հարցեր մեր կյանքի մեջ, ընտանեկան, նյութական, անձնական, եթե սիրելներ ճշմարիտ աղոթքով ու խնդրվածքով Տիրոջ դիմաց գանք եւ խնդրենք, որ Տերը ինք միջամտե, որ Տերը ինք արժև անցնի, այդ ժամանակ բնության ամենեն կանոնավորված օրենքներն անգամ չեն գրդար սիրելներ չեն տարգվիլ Աստուծո սուրբ հրամանին։ Եկեք խոնարեցնենք մեր անձը, ճշմարիտ հավատք ունենանք Տիրոջ վրա ու չկասկածենք, այլ Աստուծո թիմենք եւ Աստված մեր կյանքի ծանր հարցերը, որոնք ընկղմած են մեր կյանքին մեջ, պիտի թեթևցնե ու դուրս բերե, ինչպես Եղիսեն դուրս բերավ ծանր դաբարը ճուրի խորերեն։ Աստված ամենակարող է սիրելներ, միշտ հիշեցեք, ինչ որ մարդոցս համար անկարելի է, Աստուծո համար կարելի է։ Սրտանց կաղոթեմ հետևաբար բոլորիդ համար, որ ինչ որ այսօր դժվարության մեջ եք եւ ձեր աչքին անկարելի գտվի, Աստված ձեր հավատքը զորացնե, որբեսի դուք հավատքով աղոթեք եւ այդ ժամանակ Աստված ինքը ձեր բոլոր դժվարությունները ձեր կյանքի մեջ են վերացնե։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։